փաստը, որ նրանք անգրագետ են եւ դիլետանտ են, դա մեր համար գաղտնիք չէ, սակայն այս գործողությունները նրանք կատարել են գիտակցված, հասկանալով ու մեր երկիրը տարել են կործանման։ Մենք միշտ ասել ենք, որ մենք կաջակցենք ցանկացած շարժման մեր ամբողջ ունեցած ներուժով, որպեսզի հասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, եւ մեր համար առաջնային խնդիրը միշտ եղել Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այլ ոչ թե իշխանության գալը։ Դուրս է գալիս մեր դեմ պայքարում էին 2018 թվականին եւ նույն մարդիկ գումարած արդեն օրվա իշխանությունները պայքարում են մեր դեմ։ Ու ոնց որ ժամանակին ասում էր Սերժ Սարգսյանը, հանգարց հրաբուխները չեն ակտիվանա, եթե բզբզողներ չլինեն։ Իսկ քանի որ հիմա կան այդ բզբզողները, դրա համար էլ սրանք արդեն սկսել են ակտիվանալ ու նույն թեզերը շարքել, ինչ որ նրանք 2018 թվականին կիրառում էին մեր դեմ։ 2018 թվականին իրականում ռեպրեսիաներ եւ դագաղ պարտիներ տեղի էին ունենում միայն մեր կուսակցության կարկառուն ներկայացուցիչների դեմ, այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների դեմ։ Նման հարմար իշխանություն Ալիևի համար ոչ եղել է, ինձ թվում է ոչ էլ կլինի նույնիսկ։ Բարև իրավունք TV տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանին, շնորհակալություն պարոն Հարությունյան հավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Հարությունյան, նախ ուզում եմ անդրադառնանք երեք կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի քանի մտքերի։ Նա մասնավորապես ասում է, որ 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև եթե ես սովորեի 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն է, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում եւ նա այսպես ասած անգրագիտության մեջ էր մեղադրում իր ամբողջ թիմին։ Ինչ է սա նշանակում ձեր գնահատմամբ։ Նախ մենք նրանց դիլետանտությունը եւ անգրագիտությունը բազմաթիվ անգամներ տեսել ենք, սակայն սա ըստ իս շատ վտանգավոր թեզ է, քանի որ այս թեզի շրջանակներում նրանք ցանկանում են իրենց այս ընթացքում կատարած բոլոր գործողությունները, դա է Արցախի հանձնումը, այնտեղից տեղահանումը, սահմանային միջադեպերը, նաև այն դերբակը, որ Ադրբեջանը այս պայմաններում գտնվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում եւ չի պատրաստվում դուրս գալ, այս ամբողջ փաթեթը նա ցանկանում է կոպիտ ասած գցել իրենց անգրագիտության վրա, այն փաստը, որ նրանք անգրագետ են եւ դիլետանտ են, դա մեր համար գաղտնիք չէ, սակայն այս գործողությունները նրանք կատարել են գիտակցված, հասկանալով ու մեր երկիրը տարել են կործանման։ Ըստ իս ճիշտ չի լինի, որպեսզի նրանց տգիտությանը վերագրվի այս ամենը։ Այսինքն անմեղսունակության կանխավարկածի վրա են տեղափոխվում, դավաճան չեն, պարզապես գրագետ չէին, որ ճիշտ վարվեին։ Եթե կհիշեք, մի ձայնագրություն էր ժամանակին տարածվում, որի մեջ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասում էր, դե ես ինձ գժի տեղ կդնեմ, նորից կանցկացնեմ, կգնա։ Հիմա այս հայտարարությունը նրա նախորդ ձայնագրության շարունակությունն է, այսպես ասած։ Եվ նրանք կարող է տգիտությամբ ինչ-որ տարբեր ոլորտներ տարել են դեպի կործանման եւ կոնկրետ ոլորտներ մեր մոտ քայքայված են ուղղակի, բայց կոնկրետ այդ դրվագները, երբ որ նրանք մեր երկիրը տարել են կործանման, նրանք արել են շատ գիտակցված եւ պահի լրջությունը ամբողջությամբ հասկանալով։ Պարոն Հարությունյան, Աննա Հակոբյանը կրթվել է նորաձև արշավ է սկսել։ Սա Նիկոլ Փաշինյանին ուղղված մեսիջ է։ Ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ նրանց այս նախաձեռնության իմաստը, որովհետեւ նախ առաջին նրանք իրենց բերանով ասում են, որ նրանք տգետ են, այսինքն տգետները ինչ պետք է սովորացնեն հանրությանը, ինչ գիտելիք պետք է նրանք փոխանցեն, դա մեկ։ Երկրորդ, ինչ պետք է սովորացնեն նրանք, թե ինչպես Արցախը հանձնեն, ինչպես թշնամի պետությունը գա մտնի քո սուվերեն տարածք, ու դու ընդհանրապես ձայն չանես դրա ուղղությամբ, թե օրինակի համար դիտարկենք, որ
դու ուղղակի սկսում ես Ադրբեջանի ՊՆ-ի գործառույթները կատարել։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ՊՆ-ն մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը կրակում է, բայց դրանք ուղղված են դեպի Հայաստանի Հանրապետությունը, որից մի քանի օր անց նույն թեզը նաև շահարկեց Ալեն Սիմոնյանը արդեն, որ նրանք օդ են կրակում, ինչ սպասել նման իշխանություններից, ինչ պետք է նրանք սովորացնեն ընդհանրապես, իսկ օրինակ Աննա Հակոբյանի մնացել ենք 5-րդ դարում խորագրով բանախոսության խորքում ես շատ լուրջ խնդիրներ եմ տեսնում, քանի որ դրանք փորձ են, դրանց շրջանակներում փորձ են արվում, որպեսզի մեր ակունքներից մեզ հետ պահեն, մեր պահպանողական արժեքները վերջնական ոչնչացնեն եւ մաքսիմալ վատ բարքերը տարածեն մեր ժողովրդի մեջ։ Իդեպ առաջադիմություն կա այս արշավի շրջանակում, եթե մինչ այժմ Աննա Հակոբյանը միայն խորենացու ողբն էր ընթերցում, հիմա Հրանտ Մաթևոսյանը ցիտում, հետո պարզվում է, որ Հրանտ Մաթևոսյանի խոսքերը չեն։ Եթե այս մարդիկ չեն տարբերվում, Վանո Սիրադեղյանի ասած խոսքն ու Հրանտ Մաթևոսյանի ասած խոսքը, ինչ են կրթում մարդկանց, երբ դահլիճում տեսնում ենք բավական լուրջ տարիքով անձնավորություններ են նստած։ Նայեք, խնդիրը նույնիսկ նրանում է, որ որը ժամանակ անց պարզվեց, որ նրանք նույնիսկ Վանո Սիրադեղյանի խոսքերն են փոփոխության ենթարկել ու դա նույնիսկ նրա խոսքերը չեն եղել։ Ինչ պետք է սովորացնեն, մենք բոլորի աշկարը տեղի ունեցել այնպիսի գործողություններ, որ ինձ թվում է ցանկացած adekvat մարդ նույնիսկ չի փորձի նրանց լսել ու մնաց նրանցից ինչ որ մի բան փորձի սովորել։ Երեք կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 30 տարի մենք դպրոցներ չենք ունեցել, բայց լավ, եթե դպրոցներ չենք ունեցել, ինչ 232 դպրոց ըստ այդրությամբ փակվում է ու միացվում են իրար։ Հարց առաջանում, եթե չեն եղել դպրոց, դուք ինչ դպրոցներ եք փակում հիմա։ Կամ նրանք ասում են, որ պետք է սատարել կրթությունը, պետք է ամեն կերպ հասցնել նրան, որպեսզի բոլորը իրենց կրթվելու իրավունքից օգտվեն։ Լավ, եթե դու 232 դպրոց ինչ որ մի ձև միացնում ես իրար, այսինքն այստեղ ստացվում է մի իրավիճակ, որ օրինակ 3 գյուղ ունենում է մի դպրոց։ Ես չեմ զարմանա, եթե ինչ որ մի հատ պահի Նիկոլ Փաշինյանը դուրս գա եւ հայտարարի, օրինակի համար երեխաները կքայլեն իրենց կողքի գյուղ եւ դա առողջություն է, մենք նրանց առողջության համար ենք նման գործողությունների դիմել։ Հեծանիվ կտանք։ Ինչու ոչ հեծանիվ, բայց ինձ թվում է, քանի որ նրանք մարդկանց բարօրության վրա գումար չեն ցանկանա ծախսել, այլ միայն իրենց ցոտ ու շվայտ կյանք վայելելու համար կծախսեն, հետևություն խիստ կասկածում եմ, որ հեծանիվ նրանք կդրամադրեն, այնպես որ թողնելու են ոտքի հույսին։ Պարոն Հարությունյան, տեսեք, մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր ամբողջ թիմը այդքան գրագետ չէ, ասում է վարորդական իրավունքը անօրինական եմ ստացել։ Այն ազգային ժողովում ընդհանրապես ասում էր, որ նյարդերս չի հերիքում։ Եվ թվում է, որ ընդդիմությանը շատ քիչ է մնում Նիկոլ Փաշինյանին աթոռից հեռացնելու համար, բայց մենք ճիշտ հակառակը տեսնում ենք ընդդիմադիր դաշտում, այսպես ասած, փոխադարձ մեղադրանքներ, ինչ է կատարվում ի վերջո եւ որտեղից սկսվեց այս ամբողջ պատմությունը, հարցս վերաբերում է Միքայել Սրբազանի հարցազրույցից հետո սկսված այս օպերացիային ընդդեմ Հանրապետականին։ Նախ եկեք ֆիքսենք այն փաստը, որ Հանրապետական կուսակցությունը 2018 թվականից ի վեր գտնվել է միշտ պայքարի կիզակետում եւ ցանկացած շարժում, որը սկսվել է, Հանրապետական կուսակցությունը իր ամբողջ ներուժով մասնակցել է, հաշվի չառնելով նույնիսկ այն փաստը, որ ամեն շարժումից հետո մեր կուսակցությունում մենք ունեցել ենք կորուստներ, քանի որ շատ ու շատ մարդկանց վրա քրեական գործեր են հարուցվել, տարբեր ռեպրեսիաներ են իրականացվել, դրա վառ օրինակն է Արմեն Աշոտյանը, որ շուտով կլրանա նրա 2 տարին, որ նա արդեն քաղբանտարկյալ է, Տարոն Մարգարյանի նկատմամբ սկսված ռեպրեսիաները, որի արդյունքում նրան անձեռնամխելիությունից զրկեցին, նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական շինծ ու գործ սկսեցին կարել, որպեսզի հանրության մեջ տարածեն, որ նայեք մենք փորձում ենք, բայց իրականում ոչ մի բան էլ չի ստացվելու նրանց մոտ։ Եթե նրանք մտածում են, որ ինչ որ քրեական գործերով, ինչ որ
անհասկանալի ռեպրեսիաներով ինչ որ բանի են կարողանալու հասնել, նրանք չարաչար սխալվում են եւ նրանք մեր տեսակը ընդհանրապես չեն պատկերացնում։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիր դաշտում ստեղծված այս իրավիճակին, հանրապետական կուսակցության համար միշտ էլ եղել է առաջնային խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Մենք մնացած այլ քաղաքական ուժի ղեկավարների նման չենք հայտարարել, որ մենք դուրս ենք գալու, կարելու ենք սրանց։ Դրան զուգահեռ մենք միշտ ասել ենք, որ մենք կաջակցենք ցանկացած շարժման մեր ամբողջ ունեցած ներուժով, որպեսզի հասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, եւ մեր համար առաջնային խնդիրը միշտ եղել Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այլ ոչ թե իշխանության գալը։ Քանի որ մենք հասկանում ենք, որ սրանք պատուհաս են մեր երկրի համար, այդ իսկ պատճառով մեր առաջնահերթությունը միշտ դա է եղել։ Իսկ ինչ վերաբերվում է դեպի մեզ այս անհասկանալի աժոտաժը, դա շատ պարզ է, քանի որ հանրապետական կուսակցությունը գտնվում է շատ ուժեղ դիրքերում եւ ընդդիմադիր դաշտում, երբ որ սկսում են մեզ թիրախավորել, հիմնականում դրանք այն մարդիկ են, ովքեր որ 2018 թվականին մասնակցում էին ցույցերին, փակում էին փողոցները, որով մենք պետք է հասնեինք օրինակ կուսակցություն, անում էին անհարգի հայտարարություններ, որոնք սկսել են նորից ակտիվանալ եւ նույն արտահայտությունը սկսել են անել հիմա։ Դուրս է գալիս մեր դեմ պայքարում էին 2018 թվականին եւ նույն մարդիկ գումարած արդեն օրվա իշխանությունները պայքարում են մեր դեմ։ Եթե մարդու եւ քաղաքական ուժերի ցանկությունը այն է, որպեսզի Նիկոլին հեռացնեն, վստահաբար նրանք մեզ չեն թիրախավորի, քանի որ երբ որ նրանք մեզ են թիրախավորում, դա արդեն Նիկոլի ջրաղացին ուղակի ջուր լցնել է, քանի որ բոլորը տեսել են, որ մենք միշտ եղել ենք պայքարի կիզակետում, իսկ երբ որ ինչ որ քաղաքական ուժ գտնվում է պայքարի կիզակետում եւ նրանց սկսում են թիրախավորել, դա ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր լցնել։ Հիմա նաեւ արդեն դաշտ են մտել այնպիսի անձնավորություններ, ովքեր որ շատ բացահայտ կերպով ուղղորդված սկսել են մեր դեմ հակաքարոզչություն անել, կան նաեւ այնտեղ ինչ որ հանգած հրաբուխներ, որ ակտիվացել են, ու ոնց որ ժամանակին ասում էր Սերժ Սարգսյանը, հանգած հրաբուխները չեն ակտիվանա, եթե բզբզողներ չլինեն։ Իսկ քանի որ հիմա կան այդ բզբզողները, դրա համար էլ սրանք արդեն սկսել են ակտիվանալ ու նույն թեզերը շարքել, ինչ որ նրանք 2018 թվականին կիրառում էին մեր դեմ։ Փաստորեն այլևս ակտուալ չէ այն հարցը, թե ով բերեց Նիկոլ Փաշինյանին, որովհետև բավական էր մի փոքրիկ, այսպես ասած, պրովոկացիա եւ 18-ի, այսպես ասած, ակտիվը նորից իրար գտնում են։ Ինձ թվում է այս պետության մեր կուսակցության նկատմամբ տեղի ունեցող ռեպրեսիաները շատ բացահայտ ցույց են տալի, որ մենք այս իշխանությունների հետ ոչ մի աղերս չենք ունեցել։ Եվ եթե օրինակ մեր նպատակը լինել իշխանության գալը, մենք չէինք հայտարարի պարբերաբար, որ մեր առաջնային խնդիրը սրան հեռացնելն է, որից հետո արդեն հեռացնելուց հետո ընտրությունների միջոցով ժողովրդի իր կապ կարտահայտի եւ իշխանության կգան այն ուժերը, որ ժողովուրդը ճիշտ կգտնի։ Պարոն Հարությունյան, եկեք անկեղծ լինենք, այս օրերին փորձեցին այս ամբողջ պատմությունը փաթեթավորել եկեղեցու եւ հանրապետական կուսակցության հակասությունների համատեքստում։ Ես դեռ իմ ուսանողական տարիներից հիշում եմ, որ հանրապետականի երիտասարդությունը շատ ակտիվ համագործակցել է հայ առաքելական եկեղեցու հետ։ Ինչ կասեք այս մասին, արդյոք կարող էր սա դիտարկվել որպես եկեղեցու եւ հանրապետականի միջև խնդիր։ Ինչի՞ թվում որ սա եկեղեցու եւ հանրապետականի մեջի խնդիր է, քանի որ նախ հանրապետական կուսակցությունը մինչև հիմա էլ հայ առաքելական եկեղեցու առաջնային գծում գտնվող սատարողներից մեկն է եւ քիչ են դեպքերը, երբ որ մենք դա շատ բացահայտ ցույց ենք տվել եւ աջակցել ենք թե կաթողիկոսին եւ թե հայ առաքելական եկեղեցուն։ Իսկ այն մտքի հետ, որը արտահայտել էր Միքայել Սրբազանը, որ ըստ իրեն Սերժ Սարգսյանը պետք է գա իշխանության կամ ոչ մեկ չի լինելու, դա է Սերժ Սարգսյանի տեսլականը։ Նա ուղղակի չի դիտել Սերժ Սարգսյանի նախորդ հարցազրույցները, որտեղ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ նա չի հավակնում
գալ նորից երկրի ղեկավար դառնալուն։ Բացի դրանից, ես մի քիչ առաջ նորից շեշտեցի, որ մեր կուսակցությունն էլ բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ մեր առաջնային խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այս բոլոր հայտարարությունների մեջ ինչ թվում կա մի հատ կետ, որտեղ որ Միքայել Սրբազանի ասածը ճիշտ է։ Նույն մարդիկ, ովքեր հիմա թիրախավորում են Հանրապետականին, ժամանակին, երբ Միքայել Սրբազանը ասում էր, որ պետք է Ռոբերտ Քոչարյանն էլ դուրս գա քաղաքականությունից, նույնպիսի խիստ քննադատությամբ իրենք էին հանդես գալիս։ Այս մասին անդրադարձել է նաև Արմեն Աշոտյանը։ Ի վերջո, այս հիշողությունն է մարդկանց շատ կարճ, թե պարզապես հարմար պահն է, ո՞նց հասկանալ։ Նախ եկեք ֆիքսենք այն, որ 2018 թվականին իրականում ռեպրեսիաներ եւ դագաղ պարտիները տեղի էին ունենում միայն մեր կուսակցության կարկառուն ներկայացուցիչների դեմ, այլ քաղաքական ուժի ներկայացուցիչների դեմ։ Ընդ որում Միքայել Սրբազանն էլ կարծես թե 2018-ին փոխանակ դատապարտեր դա ողջունում էր հարթակից տեղի ունեցողը։ Այո, մենք դա շատ լավ հիշում ենք, բայց դրա հետ կապված ոչինչ մենք չենք ասել այսքան ժամանակ։ Դրան զուգահեռ մենք մեր սխալները ընդունել ենք, մեր գործադիր մարմնի տարբեր անդամներ իրենց հարցազրույցներում բազմաթիվ անգամներ ասել են, որ այո, հանրապետական կուսակցության իշխանությունը չի եղել իդեալական, մենք ունեցել ենք թերություններ, մենք ընդունում ենք այդ թերությունները, սակայն հանրապետական կուսակցությունը կյանքում այնպիսի բան չի արել, որով կտաներ մեր երկիրը կործանման։ Կավես 7 տարին բավարար չէր դասեր քաղելու իրավիճակից, անցած շարժումներից եւ այսօր նորից վերադառնալ 18-ի զրոյական կետին ու հանրապետական մերժել աբսուրդային չի ստացվում։ Իհարկե աբսուրդային է ստացվում։ Ի տարբերություն շատ ու շատ այլ քաղաքական ուժերի մենք չենք պատրաստվում սպասել 2026 թվականի ընտրություններին, քանի որ 2026 թվականի ընտրությունները այսպես թե այնպես հասնելու ենք։ Ու եթե մենք ունենանք տարբերակներ մինչև 2026 թվականը սրանց ճանապարհելու եւ իշխանությունից զրկելու, մենք բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները օգտագործելու ենք, որպեսզի սրանց հեռացնենք իշխանություններից։ Պարոն Ալիչյան, հիմա ասում են, որ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ այո, ընտրություններով հնարավոր է իշխանափոխության հասնել։ Արդյոք համարում եք, որ Գյումրիում իսկապես հաղթեց ընդդիմությունը եւ սա այն փայլուն օրինակն էր, որով կարելի է նստել եւ սպասել, որ 26-ին կարելի է հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Նայեք, իրականում որ Գյումրիում հաղթեց ընդդիմությունը, դա շատ գովելի է իհարկե։ Դա ԿՊ-ի կործանման փաստերից մեկն է։ Սակայն եկեք տարբերակենք։ Սրանց իշխանությունից զրկելու համար պետք է սրանց հաղթել համապետական ընտրություններում։ Իսկ համայնքային ընտրությունները եւ համապետական ընտրությունները իրարից ահավոր տարբերվում են։ Միայն նա, որ համայնքի ընտրությունների ժամանակ շատ կարևորը անձերը, այսինքն այն քաղաքական թևերի անձերը, թե ովքեր են առաջադրված։ Քանի որ ամեն առաջադրված տեխնացու կոնկրետ ընդդիմադիր դաշտում ամեն մեկ իր թաղում ուներ որոշակի համբավ եւ շատ ու շատերը ովքեր գնում էին ընտրության, նրանք գնում էին ընտրում էին կոնկրետ այդ անձին։ Այսինքն համայնքային ընտրությունները բերել հավասարացնել համապետական ընտրություններին դա ինձ թվում է ոչ կոռեկտ է։ Եվ իրականում մենք տեսել ենք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հնարավոր բոլոր մեխանիզմները օգտագործում է, կեղծելու բոլոր տարբերակները օգտագործում է, որպեսզի նա կարողանա հաղթել ընտրությունները։ Ու ինչի թվում, որ նրանք 2026 թվականին իրենց բոլոր լծակները չեն օգտագործելու, որպեսզի նորից մեծամասնություն կազմեն պարլամենտում եւ նորից շարունակեն լինել իշխանություն եւ վերարտադրվեն։ Դուք ամենօրյա շփումների մեջ եք ուսանողության հետ։ Ինչ տրամադրություններ կան իրականում ուսանողության շրջանում եւ այս համատեքստում նաեւ որքանով է իրենց համար գրավիչ այն, որ ազգային ժողովը ընդունեց մի որոշում, ըստ որի գնում ենք դեպի Եվրամիություն, ընդհանրապես այս արտաքին վեկտորների հետ կապված որ ուղղությամբ է նայում ուսանողությունը։ Նայեք, իրականում մենք շատ փայլուն ուսանողություն ունենք, ովքեր որ շատ լավ հասկանում են, որ մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը մեր անվտանգությունն է, որից հետո պետք է նայել մնացած կետերին։ Ուսանողության վիճակը իրականում հիմա շատ բարդ է, քանի որ բուհերում տեղի ունենում անհասկանալի պրոցեսներ, մարդիկ ընդունվում են ամբիոններ, որ տարիներ անց այդ ամբիոնները փակվում են,
ու նրանք փաստացի չգիտեն ինչպես են ավարտելու։ Դրան զուգահեռ այս վերջերս նաև սկսվել էր ինչ որ անհասկանալի process-ներ, որի ժամանակ ուսանողներին ասել էին, որ նրանք պետք է բոլոր առարկաներից գրավոր եւ բանավոր ինչ որ քննություններ հանձնեն։ Նախ դա կրթական օրենքի խախտում է, քանի որ նրանք պետք է դրա մասին տեղյակ պահեն նրանց ուսումնական տարվա սկզբին ու հիմա ուղղակի նրանց ասել, որ դուք ունեք բոլոր առարկաներից գրավոր եւ բանավոր քննություն այն էլ ինչ որ անհասկանալի հանձնաժողովի առաջ, դա նրանց փաստի առաջ ուղղակի կանգնացնել է։ Դրան զուգահեռ նաև վարձավճարները ահավոր թանկացել են, աբսուրդային գների են արդեն հասնում, եւ դրա պատճառով ուսանողների մեծ մասը հիմա սկսել է աշխատել, որի պատճառով նաև շատ ժամանակ չի կարողանում նորմալ ժամանակ հատկացնել իր ուսմանը, ու այս ամբողջ խնդիրների մեջ ուսանողությունը շատ քիչ ժամանակ է կարողանում հատկացնել, որպեսզի ուշադրություն նայի աշխարհաքաղաքական տարբեր վեկտորների ու նմանատիպ բաների։ Նա ուղղակի լսում է, թե ելույթ ունած քաղաքացիական ակտիվությունը սևորի։ Նրանք այս պայմանությամբ լսում են, թե ինչ են խոսում ոլորտի մասնագետները, քաղաքական գործիչները, վերլուծաբանները։ Ինչ վերաբերվում է եվրոինտեգրմանը, նախ եվրոինտեգրման օրինագծին պատիվ ունեմ դաշինքը դեմ էր քվեարկե, քանի որ եկեք մի հատ բան հասկանանք, արդյոք մեզ սպասում են Եվրոպայում, դա մեկ։ Երկրորդ, եկեք հասկանանք, որ մենք հակառակ թևի տնտեսական միության անդամ ենք, մենք ԵԱՏՄ անդամ ենք, ու մեր տնտեսությունը ահավոր կախված է ԵԱՏՄ-ից։ Մենք ահռելի ծավալների հասնող առևտրաշրջանառության մեջ ենք ԵԱՏՄ-ի հետ, թե ներմուծման եւ արտահանման ոլորտներում։ Նաև ինձ համար շատ զարմանալի էր, որ սրանք ինչ-որ ոչ իրավական հիմք չունենալով փորձում են եվրոինտեգրման օրենքը անցկացնել, այսինքն փաստացի սա առ ոչինչ է, եւ երբ որ դու անցկացնում ես առ ոչինչ համարվող ինչ-որ օրինակից, դու ուղղակի վատացնում ես քո ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները, ինչը որ ոչ այլ ինչ է, քան գիտակցված մեր երկրի հետ անել կործանման։ Դրան զուգահեռ ինչպես են նրանք պատկերացնում իրենց եվրոինտեգրումը, եթե նրանք հայտարարում են, որ մենք ժողովրդավարական բաստիոն ենք ու այդպես շարունակ, բայց օրինակ Եվրամիության իշխող ուժը ԵԺԿ-ն հայտարարել էր, որ Արմենաշտյանը իրականում քաղաքական հետապնդումների է ենթարկվում, ու այս իշխանություններին համար լրիվ մեկ էր այդ հայտարարությունը, ու ոնց մենք տեսնում ենք մինչև հիմա Արմենաշտյանը գտնվում է կալանքի տակ, դրան զուգահեռ այդ ժողովրդավարական բաստիոնում 1/10-ից ավել պատգամավորներ, որտեղ որ առաջնային մարմինը դա պարլամենտն է, եւ պատգամավորները երաշխավորություն են տալի Արմեն Աշոտյանի գործով, դատավորի համար դա ոչ մի հիմք չի հանդիսանում եւ նա նորից շարունակում է Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահել։ Նմանատիպ բարքերի դեպքում, որ նրանք ունեցել են եվրոպական կառույցների հետ, ինչ եք կարծում, ոնց է հնարավոր եվրոինտեգրումը իրենց։ Դե իրենք անգամ հնարավոր են համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելը ու բոլոր նախապայմանների ընդունումը, ինչ է կարծում այս պայմանագիրը կյանքի կոչվելու է որևէ կերպ, երբ սահմանից մենք անընդհատ տեղեկություններ ենք ստանում, իհարկե հերքումներն էլ հետը, որ ունենք որոշակի լարվածություն, սա իր խաղաղությունը։ Նայեք, սրանք պարբերաբար սկսել են խոսել խաղաղությունից։ Խոսում են խաղաղությունից, բայց անընդհատ ձեր ասածի պես սահմանային լարվածություն կա։ Խոսում են խաղաղությունից, բայց մեր սուվերեն տարածքում գտնվում են ադրբեջանական զորքերը Սև լճի հատվածում, Ջերմուկի հատվածում, Մարտենեսի հատվածում։ Ինչ խաղաղության մասին կարող է գնալ խոսք։ Ինչ վերաբերում է այդ կետերին, մենք պարբերաբար ֆիքսել ենք, որ այդ կետերը ինչ որ անընդհատ ավելանում են։ Այսինքն Ադրբեջանի ախորժակը ինչ որ պահի չի կանգ առնելու, քանի ամբողջությամբ չփորձի օկուպացնել Հայաստանի Հանրապետությունը։ Ու խաղաղության գնալ Ադրբեջանի հետ նման կազած դիրքերով իշի թվում դա խելքին մոտ է, քանի որ Ադրբեջանը շատ կոշտ քաղաքականություն է վարում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, իսկ այս իշխանությունները ուղղակի կզած նրանց լսում են, թե նրանք ինչ են ասում, եւ տարբեր գործիչներ թե Հայաստանի Հանրապետությունում եւ թե Հայաստանի Հանրապետությունից դուրս բացահայտ արդեն ասում են, որ նման հարմար իշխանություն Ալիևի համար ոչ եղել է, ինձ թվում է ոչ էլ կլինի նույնիսկ։
Պարոն Հարությունյան, ամփոփելով մեր զրույցը, ի վերջո համբերության բաժակը մեր քաղաքացիների հանրության երբ է լցվելու, որովհետև մենք վերջին հանրահավաքներին էլ տեսնում ենք, որ դուք ինչքան էլ նշեցիք, որ ուսանողները զբաղված են, այնքան են իրենց գլխին խնդիրներ լցրել, որ իրենք չկարողանան քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել, բայց շատ տխուր է, երբ հանրահավաքներին տեսնում ենք շատ ավելի տարեցների, քան երիտասարդության։ Ինչ ազդակ է պետք, որպեսզի երիտասարդությունը նաև ոտքի կանգնի եւ առաջնորդող դառնա այն տեղի ունեցող պայքարում, որը փորձում է նշմարվել, բայց այսպես ասած չի կայանում։ Նայեք, երբ որ սրանք բարբերաբար ստեղծում են խնդիրներ մեր ամբողջ ազգաբնակչության համար, տնտեսվարողների համար, որ հարկային բեռը բարձրացնեցին, թե սովորական քաղաքացու համար, որ տարբեր գույքահարկ, աղբահանություն ու տենց շարունակ տարբեր բաներ բարձր, թե ուսանողների համար, որ արհեստական անընդհատ նրանց համար խնդիրներ են ստեղծում, որպեսզի նրանք չնայեն դեպի քաղաքական եւ հասարակական ակտիվությունը, ինչ որ մի պահի այս բաժակը լցվելու է եւ մեր խնդիրներից մեկը կայանում է նրանում, որպեսզի մենք բարբերաբար մատնանշենք սրանց կատարած դավաճանական գործողությունները եւ սրանց կատաստրոֆիկ թերությունները, որոնք ու կարողանանք մեր ազգաբնակչությունը վերջնական բացատրել, որ սրանք պետք է օր առաջ հեռանան։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ձեզ եմ շնորհակալ։